Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչպես կտրիչ Ներսիսյանի ներկայությունը ճեպազրույցում հայտարարեց վարչապետը։ Դա պահանջի ժանր չէ, որ ինչ որ մեկը պահանջում է կտրիչ Ներսիսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ process-ը սկսվել եւ նա պետք է գնա այդ տեղից։ Այսինքն այստեղ ընտրության հարց չի կտա հրաժարական թե չի տա, ինքը պետք է գնա այդ տեղից։ Հարցին հնարավոր չէր իշխանություն եկեղեցի լարվածությունը լուծել ոչ հրապարակային, առանց աղմուկի։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ աղմուկն առողջացնող է եւ ժողովրդավարական երկրները չպետք է հրապարակային քննարկումներից խուսափեն։ Կտրիչ Ներսիսյանի հետ ես շփվելու, խոսելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել եւ այդ խոսակցություններից իմ ստացած տպավորությունն է, այդ թվում իմ համոզման պատճառը, որ նրա ներկայությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում աղետալի վնաս է հասցնում Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ինչպես երեք ազգային ժողովում առիթ ունեցա ասելու, իմ ժամեր, օրեր տևած խոսակցության ընթացքում ոչ մի անգամ որևէ անդրադարձ չի եղել հոգևոր թեմաներին, ես ինձ իրավունք չեմ վերապահել իր ներկայությամբ ինքս այդ թեմաներին անդրադարձ կատարեմ, իսկ ինքն էլ անդրադարձ չի կատարել, որովհետև դա իր հետաքրքրությունների տիրույթում պարզապես չկա։ Հարցին կաթողիկոսի զավակ ունենալու հանգամանքը ինչքանով է առնչվում վարչապետի գործառույթների հետ եւ ինչ վնաս է տալիս զավակ ունենալու հանգամանքը, Փաշինյանը պատասխանեց։ Վնաս է տալիս այն, որ նման խոցելիությունները որոշ մարդկանց, օրինակ այդ թվում օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել եւ դրանք ռիսկեր են, որոնք առնչվում են պետական անվտանգության հետ եւ պետությունը պետք է այդ ռիսկերի նկատմամբ շատ ուշադիր լինի։ Վարչապետն անդրադարձավ նաև Տեր Ռուբեն Քահանայի այն հայտարարությանը, ըստ որի ԱԱԾ-ն դիմել է իրեն, որ պատարագի ընթացքում կաթողիկոսի անունը չհնչեցնի։ Ես գրում եմ այն պատարակներին, որտեղ կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, 6-րդ դեպքում կարող է 6-րդ մարդ լինել, 7-րդ դա կախված է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Այնպես չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարակ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից։ Արձագանքելով հարցին, թե դա ԱԱԾ աշխատակցի գործառույթը չէ, Փաշինյանը նշեց, երբ պետության ղեկավարը որևէ եկեղեցի գնում է պատարագի, այդ պահից սկսած այդ վայրը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ։ Այդ թվում եկեղեցում իրականացում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ, մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների, ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ հայացքների անվտանգությունը ապահովելու համար։ Ես իմ անվտանգության հարցը առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետության անվտանգության հարցը եւ այդ թվում այն քաղաքացիների անվտանգության հարցը, որոնք կարող են այդ պահին գտնվել այդտեղ, որովհետեւ այս հարցն էլ երբեմն ճիշտ ընկալում չունի։ Ասում են, վայ գնացին վարչապետի անվտանգությունը, մի րոպե հիմա հնարավորություն կտակ վարչապետի անվտանգությունը եւ այլն, ես նախ վարչապետի եւ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը ապահովելը օրենքով սահմանված պարտավորություն է, որը գործում է աշխարհի բոլոր երկրներում, այդպիսի երկիր չկա, որ դա չի գործում, իսկ անվտանգության մի քանի այդ թվում բովանդակային ապահովության շերտեր կան, որովհետեւ կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։ Վարչապետը նշեց, որ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին նախորդող շրջանում ամբողջական եւ հստակ կանոնակարգում եւ կանոնադրություն նորմալ չի ընդունել։ Ընդգծված է եւ արձանագրված է կանոնադրություն ընդունելու անհրաժեշտությունը։ Կանոնադրություն, որը ի վերջո կանոնակարգի Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը եւ հարաբերությունները։ Վարչապետն անդրադարձավ հիմնարար խնդրին, բարևարկությանը։ Մենք այսքան մեխանիզմներ ենք ստեղծում, որպեսզի պետական պաշտոնյաների բարևարկության
երաշխավորման եւ հաշվետվողականության մեխանիզմներ ձևավորեն, իսկ ինչու դա պետքա չլինի հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցում։ Ելի եմ ասում, այսօր ես ավելի եմ համոզվում, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին գտնվում է պարզապես աղետալի վիճակում։ Բազմաթիվ հոգեվորականներ ուղղակի ապրում են չքավորության եզրին։ Մինչդեռ մի այլ խումբ հոգեվորականներ շատ մեծ հարստություններ ունեն։ Եվ սա խնդրեմա, որը պետք է լուծել։ Մեր եկեղեցիներում համատարած երգչախմբեր չկան, որը պարտադիր կարևոր պայման է պատշաճ պատարակներ մատուցելու եւ ծառայություններ իրականացնելու համար եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում բարեվարկության մասին։ Եվ սա մի հարց է, որը նաեւ առնչվում է պետական քաղաքականության հետ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով եկեղեցին պետք է գործի թափանցիկության դաշտում հարկային օրենսդրությանը համապատասխան։ Եկեղեցու գործունեության արդյունքում գեներացված հարկային եկամուտները 100%-ով կվերադարձվեն եկեղեցուն եւ դեռ մի բան էլ ավելի, ես իմ նշած բոլոր հարցերը, ինչու պիտի օրինակ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հոգեվոր ծառայողները սոցիալական երաշխիքների մի մինիմալ համակարգ չունենան։ Ինչու՞։ Մարդիկ, որ հեռավոր եկեղեցիներում են ծառայում, հեռավոր գյուղերում են ծառայում, մենք գիտենք այդ մարդիկ ոնց են ապրում, ինչ սոցիալական վիճակում են ապրում։ Բազմաթիվ մարդիկ չքավորության մեջ են պարզապես ապրում։ Ում խնդիրն է դա։ Դա այդ թվում հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդների, բայց նաև կառավարության խնդիրն է, պետության խնդիրն է։ Վարչապետը պատասխանեց նաև հարցին, թե արդյոք պատրաստվում է փոխել միանձնյա կառավարման համակարգը, որի ժամանակին դժգոհում էր։ Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն, եւ ժողովուրդը իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով եւ ինչ վերաբերվում է կառավարման համակարգի հետագա բարելավումներին, դուք տեղյակ եք, որ մենք պլանավորում ենք նոր սահմանադրություն առաջարկել Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնել։ Իհարկե ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ նոր սահմանադրությունը ընդունելիս շատ կարեւոր է հաշվի առնել եւ ուշադրության կենտրոնում ունենալ պետության զարգացման եւ հարատեվության օրակարգը եւ ցանկացած սահմանադրություն պետք է պետության զարգացման համար պատշաճ պայմանական ասած աերոդինամիկա ապահովի։ Երկրի ղեկավարն անդրադարձավ նաև Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխակերպման կայան կառուցելու ԵՄ լայնման հարցերի հանձնակատար Մարտակոսի հայտարարությանը։ Ծրագրի իմաստն է, որ փոխակերպման կայան կառուցի, որը առանց համակարգերի կամ համակարգերի հատվածներ անջատելու հնարավորություն ունենա էլեկտրաէներգիա ներմուծել եւ արտահանել։ Փաշինյանն ընդգծեց, սա բացարձակ որևէ կապ չունի ՀԵՑ-ի հետագա կառավարման խնդիրների հետ։ ՀԵՑ-ի հետագա կառավարման խնդիրների վերաբերյալ իմ դիրքորոշումը, կառավարության դիրքորոշումը, մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, կա երկու տարբերակ։ Տարբերակ 1, դա դառնում է պետական ամբողջությամբ սեփականություն եւ հանձնվում է հավատարմագրված կառավարման, եւ երկրորդ տարբերակը, որ մասնավորեցվում է միջազգային հեղինակավոր ոլորտի կառավարման փորձ ունեցող ընկերության։ Ինձ համար ցանկալին առաջին տարբերակն է, բայց քանի որ առաջին տարբերակում նաև վճարումներ պետք է արվեն, հիմա շատ բան կախված է, թե ինչ օբյեկտիվ գին կորոշվի ՀԵՑ-ի համար։ Եթե գինը կրելի կլինի պետական բյուջեի համար, ես կնախընտրեմ, որ դա լինի 100% պետական սեփականություն եւ դա հանձնվի հավատարմագրված կառավարման պրոֆեսիոնալ ընկերության։ Եթե հանկարծ պարզվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել, կգնանք երկրորդ տարբերակով, բայց մեր պլան Ա-ն առաջինն է։ Վարչապետը խոսեց նաև Եվրամիության հետ ստորագրած ռազմավարական գործընկերության օրակարգի ու ներդրումների մասին։ Ակնհայտ է, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններից հետո եւ Խաղաղության խաչմերուկ նախագծից բխող Թրիպրոտ նախագծի հայտարարումից հետո ներդրումային հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ
էականորեն մեծացել է եւ մենք բնականաբար շահագրգռված ենք, որ այդ թվում Եվրամիությունը ենթակառուցվածքային ծրագրերին ունենա շատ կոնկրետ մասնակցություն եւ ներկայություն։ Փաշինյանը հայտնեց, որ Եվրամիության խոստացված 2.6 միլիարդ եվրոից ավելի քան 500 միլիոն եվրոյի ներդրումներն արվել են Հայաստանում, այդ թվում մասնավոր հատվածի վարկավորման միջոցով։ Ընդգծեց, Եվրամիության հետ հետագա հարաբերությունները կխորանան եւ կզարգանան։ Եվ իհարկե խաղաղության խաչմերուկում, այդ թվում Տրիբրուտ նախագծի շրջանակներում մենք ակնկալում ենք Եվրամիության կոնկրետ ներդրումային ծրագրերը եւ մասնակցությունը։ Մենք մեր նշած ժամանակահատվածում արդեն կունենանք Տրիբրուտ նախագծի իրացումը, սկզբնական շրջանում իրավական եւ հայեցակարգային որոշակի փաստաթղթերի մշակում եւ ընդունում, հաջորդ փուլում պայմանագիր եւ հաջորդ փուլում արդեն գործնական աշխատանքների իրականացումը գետնի վրա։ Հարցին ինչ կարևորություն ունեն Չինաստանի հետ հարաբերությունները խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակում, նաև արդյոք Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցության մասով Հայաստանը քայլեր անում է, վարչապետը պատասխանեց. կա հետաքրքրություն կազմակերպության անդամ դառնալու։ Եվ նաև Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեցինք եւ կարծում եմ, որ Չինաստանը նույնպես մեր շատ հուսալի եւ կարեւոր գործընկերն է բոլոր ուղղություններով եւ մենք շահագրգռված ենք Չինաստանի հետ մեր հարաբերությունները եւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ մեր հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ։ Մենք երբեք չենք հրաժարվել Ղարաբաղի հարցով բանակցությունից, արձագանքեց վարչապետը։ Պարզաբանեց 2019-ի փաստաթուղթը չի ձևավորվել իր վարած բանակցությունների արդյունքում։ Այն ներկայացվել է որպես ամփոփ նկարագրություն բանակցային գործընթացի։ Տաթև Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։